Գնեք Սանկերամիկա կամ Լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ։ Ես ստիպված եմ շեղվել այսօրվա քննարկվող թեմայից, որովհետև պատրաստվում եմ խոսել մի աշխարհացունց սկանդալային բացահայտման մասին, որը երեք այս ամբիոնից տեղի է ունեցել։ Ցավոք, պարոն Խաչատրյանը ազգային ժողովի դահլիճից դուրս եկավ, որովհետև այս ելույթը նվիրված է պարոն Խաչատրյանին։ Ուրեմն երեք նիստի վերջում պարոն Խաչատրյանը իր մոտ 13 րոպե տևած ելույթում, էմոցիոնալ ելույթում, ելույթի մի մասը նվիրեց իր կողմից մի մեծ բացահայտմանը, ասելով մոտավորապես հետևյալ, ասում է, մեզ եք մեղադրում մանիպուլյացիաների մեջ, ասում է, ուզում եք տեսնեք մանիպուլյացիա level God, ես բառացի ցիտում եմ, ասում է, մտնում եք Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջ, փետրվարի 6, գրած է, ելույթ ունեցա ԱՄՆ ազգային աղոթքի նախաճաշի բացմանը, իրեղեն ապացույցը ձեռը սենց անում, հետո սենց անում, ասում է, բայց ուշադրություն, ահա, Դոնալդ Տրամփ, այլ հյուրանոց երևի կամ նույն միջոցառում, ասում է, ազգային աղոթքի նախաճաշ, Դոնալդ Տրամփ ենթադրվում է նկատի ուներ, որ այլ տեղում է դա անցկացվում։ Ասում է, ինձ եք մեղադրում այդ մանիպուլյացիաների մեջ, ձեր վարչապետը յանի մեծ տենց մանիպուլատոր է։ Ուզում եմ հասկանամ, այսինքն նստում լսում ենք այս մարդու ելույթը, եւ ուզում եմ հասկանամ, իսկապես ինքը ակնարկում է, որ վարչապետը մեր հանրությանը մանիպուլացնում է, նկալ տեղադրելով այլ տեղից եւ փորձելով հրամցնել այն միտքը, որ ինքը ունեցել է ելույթ մի միջոցառմանը, որտեղ իրականում չի մասնակցել կամ ելույթ չի ունեցել։ Այսինքն լուրջ այս մակարդակի մանիպուլյացիաների մասին եք դուք խոսում, պարոն Խաչատրյան, այսինքն ես պատկերացնում եմ այս հետաքննական լրագրությունը ձեր այս բացահայտման ֆոնին, չգիտեմ ինչ է այդ, երևի տենց ներվային անկյունում ծխում էին մարդիկ։ Անկեղծ ասած չէի հավատում, որ լսածս իրականություն է, միջև որ արդեն նիստից հետո պարոն Խաչատրյանը շարունակեց այս նույն էմոցիոնալ ելույթը, այս մանիպուլյացիայի մասին իր ասած, անձամբ այս իրեղեն ապացույցը վերցրել եմ պարոն Խաչատրյանի ձեռքից, ինձ փոխանցել է, եւ արել եմ իմ հետաքննությունը, պարզվում է, որ ինչ, հարգելի գործընկերներ, սա երրորդ իրեղեն ապացույցը պարոն Խաչատրյան, ինձ փոխանցում են ուրեմն վարչապետի արարողակարգից այդ օրվա վարչապետի օրակարգի ուրեմն թերթոնը, որտեղ գրված է ժամը 18:00-ից 20:00 ազգային աղոթքի նախաճաշի բացման ընթրիք։ Ուրեմն այդ միջոցառումը պարոն Խաչատրյան ունի side event, որը 1 օր առաջ է, երեկոյան, եւ վարչապետը մասնակցել է այդ միջոցառմանը եւ կոչվում է ազգային աղոթքի նախաճաշի բացման ընթրիք։ Վարչապետի Facebook-յան գրառումը ելույթ ունեցա ԱՄՆ ազգային աղոթքի նախաճաշի բացմանը։ Բացումը։ Դե լավ էլի, խնդրում եմ։ Էս հա, այս ձեր բանը այդ նախաքննությունների բան, չէ, իսկապես, եթե էս է մակար, ես անկեղծ չէի հավատում ես ձեր ելույթի բովանդակությանը, մինչև երկրորդ անգամ արդեն չկրկնեցիք, այսինքն լուրջ վարչապետը այլ բանուգործ չունի անելու, պետք է մեր հանրությանը մանիպուլացրի, թե ինքը որտեղ է ելույթ ունեցել կամ չի ունեցել, լուրջ էդ է ձեր ընկալումը, չէ, հա, բայց էդ է ձեր ընկալումը, իսկապես, դուք հիմա շարունակում եք, դե լավ, ես չեմ հավատում, հիմա որ լսում եմ սա։ Ասում եմ միջոցառման պաշտոնական բացումը դրանից 1 օր առաջ ընթրիքի տեսքով է եղել, այս մարդը դա է գրել, այսինքն դուք հիմա ինչի հետևից եք, ես չեմ հավատում, որ հիմա դուք շարունակում եք այս թեման։ Ավարտեք։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ։